Գյումրիում մենք այսօր ունենք խայտառակ պատկեր։ Օրինակ։ Երբ լուրը հայտնի դարձավ, որ իրավապահները մտել են Գյումրու քաղաքապետարան եւ քննչական գործողություններ են իրականացվում Գյումրու քաղաքապետարանում, եկեղեցու զանգերը անընդմեջ ղողանջում էին։ Հասկանում եք ինչի հետ մենք գործ ունենք։ Ինչի՞։ 44 օրյա պատերազմի ժամանակ եկեղեցու զանգերը չեն ղողանջում։ Սկսեցին ղողանջել այն ժամանակ, երբ որ իրավապահները գնացին կոռուպցիայի մեջ մեղադրվող, բացահայտված կոռուպցիոն սխեմայով անցնող պարագլուխ, այդ կոռուպցիոն սխեմայի պարագլուխ Վարդանիկի հետևից։ Դե եկեղեցին Սա ինչի մասին է վկայում, որ Կտրիչ Ներսիսյանը փորձում է պաշտպան կանգնել կոռուպցիոներներին Վարդանիկի գլխավորությամբ, սա խայտառակություն է։ Իմիջիայլոց, էդ էլ եմ ուզում շեշտեմ, որ 44 օրյա պատերազմի ժամանակ այդ եկեղեցու զանգերը չեն ղողանջում։ Այդ նույն 44 օրյա պատերազմի ժամանակ մոտ 4000 զոհ ենք ունեցել, բայց ժամանակ եկեղեցու զանգերը ուր էին, ինչի չէին ղողանջում։ Այդ 4000 զոհերը հեչ, իհարկե թող ներող լինեն ինձ բոլորը։ Այդ 4000 զոհերը հեչ, Վարդանիկը մեջ։ Պետք է արձանագրենք, Կտրիչ Ներսիսյանը դարձել է կոռուպցիայի եւ կոռուպցիոն սխեմաներով անցնող անձանց պաշտպանը այս երկրում։